Պարոն Գաբրիելյան, դուք առաջադրվել եք ԿՊ նախընտրական ցուցակում, թե ոչ։ Այո, սահմանված ընթացակարգով եւ ժամկետում ներկայացրել եմ կուսակցությանը ցուցակում լինելու, համապատասխան ցուցակում լինելու իմ ցանկության մասին տեղեկացրել եմ եւ պատասխան նամակով էլ ստացել եմ, որ դիմումս ընդունված է։ Ձեր հաստատված չէ, ընդունված է, այսինքն դեռ կա մեկ ամսյա ժամկետ, կուսակցության վարչությունը պետք է բոլոր այդ ներկայացնողների վերաբերյալ առնվազն կամ ընդհանուր որոշում կայացնի։ Իսկ ըստ ձեզ բարեվարկության քննություն անցնելու են բոլոր առաջադրվածները։ Միանշանակ անցնելու են, այդ թվում, գիտեք, վերջերս մի քանի օր առաջ հրապարակվեց դրա մասին, մենք մոտ երևի 1-2 տարի աշխատում էինք այդ կանոնագրքի վրա, հաստատվել է, բնականաբար կուսակցության վարչությունը, ինչպես նշեցի, որոշ դեպքերում այդ թվում անհատական որոշումներ կկայացնի կոնկրետ տեխնացուների եւ գուցե նաեւ կոնկրետ իրավիճակների վերաբերյալ մեզ համար չափազանց կարեւոր է այդ էթիկայի կանոնների պահպանման սկզբունքը եւ դրա համար էլ հենց հրապարակել ենք հաստատել եւ հրապարակել ենք, որպեսզի նաեւ քաղաքացիները տեսնեն եւ օրինակ հետեւողական լինեն այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ, եթե նա կուսակցական է, արդյոք իր վարկը համապատասխանում էր մեր իսկ կողմից հաստատված այդ ստանդարտներին։ Իսկ անձը ինչ պետք է արած լինի, որ ցուցակում չհայտնվի այս փուլում։ Քանի որ ես չեմ այդ որոշումը կայացնողը, դժվարանում եմ մի քիչ ասել, բայց բնականաբար կարող եմ ասել բաներ, որոնք ըստ էության նույնիսկ քննարկման էլ ենթակա չեն, հա, բնականաբար եթե մարդը հանցագործություն է կատարել, եթե մարդը կաշառքև, այսինքն այնպիսի արարքներ, որոնք ըստ էության նախ եւ առաջ քրեորեն պատժելի են, դրանք միանշանակ բացառում են, որ կլինեն այդպիսի անձինք, որոնք կուսակցությունը կհաստատի, այս պահին այսինքն ունեն այդ դատապարտվածի կարգավիճակը, ու բնականաբար կլինեն նաև որոշակի, այսպես ասած, նրբություններ, այդ թվում ձեր կողմից նշված էթիկայի կանոնները իր վարքագիծը անցած ճանապարհը, բայց քանի որ անձամբ ես չեմ վարչությունում չկամ այդ կազմում, մի քիչ կդժվարանամ ասել, թե այլ ինչ չափանիշներ կլինեն, բայց այս մեկը վստահաբար կարող եմ ասել, որ մեզ համար միշտ էլ դա եղել է կարմիր գիծ։ Պարոն Գաբրիելյան, էթիկայի կանոնագրքից հետո, հրապարակումից հետո բոլորը ասեցին, ինչպես կարող է ԿՊ-ն սահմանել այսպիսի, այսպես ասենք, պլան կա ներողությունարտահայտությանս համար, այն ժամանակ, երբ օրինակ գլխավոր դատախազի ներկայությամբ ԱԺ պատգամավորները ծեծկրտուկ կազմակերպեցին, հնչեցին բազմաթիվ հայոյանքներ ու վերջում հրապարակվեց կանոնագիր, որ մենք այլևս չենք հայոյանքին հայոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չենք պատասխանում։ Նախ սկսենք դրանից, որ ձեր նշած մատնանշած դեպքերից առնվազն, եթե չեմ սխալվում, մեկը կամ երկուսը սկսվել է անդիմության կողմից, այսինքն բուն են ծեծկրտուկը շերերի նետման տեսարանը, բոլորը տեսել են, որ անդիմության կողմից է եղել, այդ թվում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի կողմից։ Տեսեք, կռվի ժամանակ բնականաբար իրար բարեմաղթանքներ կենացնել չեն ասում։ Դա ոչ միայն խորհրդանում, այլ ինձ թվում է բոլոր տեղերում, այսինքն ոչ դուք, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չեմ կարծում, որ որևէ տեղ վեճ ա տեսել, որ արդեն հասել է այդ մակարդակին եւ այնտեղ օրինակ մաղթում են իրար առողջություն, հա, երկար տարիների կյանք։ Բնականաբար այդ դրվագները արդեն առանձնացնել այդ մեծ համընդհանուր պատկերից մի փոքր սխալ կլինի։ Բայց ինչ եմ ուզում ասել, եթե անգամ այդպիսի բաներ եղել է, հիմա քննադատությունը որն է, որ ուժը, որը կառավարող ուժ է այս բանին, ինքը հայտարարում է, որ ինձ համար սկզբունքային է եւ չի վախենում շատ դեպքերում, եթե ոչ բոլոր դեպքերում, ներողություն խնդրել, ասել, որ այս իմ արարքը ընդունելի չէ, անկախ նրանից այս կանոնագիրքը կար թե չկա։ Մենք ունեցել ենք падգամավոր, դուք եք տեսել։ Իմ շատ լավ ընկերը, որը հաջորդ օրը հասկացավ, գիտակցեց եւ ներողություն խնդրելով հրաժարվեց իր մանդատից։ Հիմա այն ժամանակ այս կանոնագիրքը չկար, բայց այդ կանոնագիրքը ոչ թե թուղթ էր, որի վրա պետքա գրեինք, այլ այդ կանոնագիրքը կանոնները կամ ըստ էության այդ էթիկայի նորմերը ինձ թվում է շատ վաղուց մեր մեջ էին։ Այլ հարցա ձեր ասած որոշ դրվագներում կարող է դա չի կիրառվել կամ ըստ էության վերազանցումներ են եղել, բայց ես կարծում եմ միևնույն է այս ընդունումը չպետք է այդ թվում մեր ընդդիմադիր ուժերի կողմից որակի որպես ուշացած կամ, չգիտեմ, նախորդ փաստերը բերվեն։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք նույնպես հրապարակեն կամ իրենք նույնպես ունենան այդպիսի էթիկայի նորմեր եւ հանրությունը տեսնի եւ գնահատի։ Տեսեք, խոսքը Վիլեն Գաբրիելյանի մասին էր, ոչ ոքի համար գաղտնիք չէ, նա եւս առաջադրվել է նախընտրական ցուցակում։ Այս դրվագները Գյումրու ընտրություններից հետո եղած իրավիճակները, ըստ ձեզ հաշվի պետք է առնվի արդյոք նրան մանդատ տալու ընթացքում։ Պարոն Գաբրիելյանը վերջին շրջանում նաև առաջադրվել էր կուսակցության վարչության որպես տեխնացու եւ կուսակցության համաժողով, որտեղ 1000-ից ավել մարդիկ կային, տեսել են պարոն Գաբրիելյանին մեր կուսակցության ղեկավար մարմնում, գործադիր մարմնում, ինձ թվում է դա ըստ էության ձեր հարցի հենց ուղիղ պատասխանն է, արդյոք
այդ այսպես ասած, եթե այլ կերպ անվանենք վեթինգը անցել է պարոն Գաբրելյան, թե ոչ, ինձ թվում է այդ գնահատականը, որ ինքը ստացել է, դա հենց դրա ցուցիչն է, ինչը չի բացառում, որ բնականաբար թե իր, թե իմ, թե մյուսների նկատմամբ կարող են ընթացքում առաջանալ որոշակի հարցադրումներ, մենք միշտ ազատ ենք եղել եւ չենք էլ վախեցել այս կամ այն մեր գործընկերոջ նկատմամբ կամ իր հետ անհատապես զրուցել կամ որպես կանոն շատ ավելի հարմար է լինում այդ հարցերը ոչ թե միջանձնային լուծել, այլ հենց ինստիտուցիոնալ մակարդակով։ Հենց դրա համար է էթիկայի կանոնագիրքը դրա համար է, որ ոչ թե ինչ-որ մեկին սիրել չսիրելու պատճառով առաջանան հարցեր եւ դրան էլ բխեն պատասխանատվության միջոցներ, այլ դա արձանագրված եւ փաստագրված լինի։ Պարոն Գաբրելյան, ներողություն, եթե ձեզ այս հարցով մի քիչ կնեղացնեմ, ձեր որ արժանիքի համար մենք ձեզ պետք է տեսնենք հաջորդ խորհրդարանում։ Դուք կարող եք չտեսնել, եթե չեք ուզում, ինտրեք ձեզ որևէ մեկը չի պարտադրում գնալ եւ ինձ տեսնել խորհրդարանում, բայց անձնապես կարծում եմ ինչ որ բան, եթե տենց բերենք այդ մակարդակի, ինչ որ բան արած կլինեմ, որ կարող եք տեսնել, բայց տենց եմ ասում, որևէ մեկ Արել եք, որ ձեզ պետք է Ձեզ որևէ մեկը չի պարտիսկով ասեց, որ ինչ որ մեկը պարտադրում է։ Նա սկսենք նրանից, որ կուսակցության համամասնական ցուցակում լինելու համար դուք առավել եւս որևէ դերակատարում չունեք, հաշվի առնելով, որ կուսակցական չեք, այլ որ կուսակցության համաժողովը կամ կուսակցականները կորոշեն, որ ես պետք է լինեմ ցուցակի այս կամ այն համարում, որն էլ իր հերթին կենթադրի խորհրդանում լինել, այդ ժամանակ դուք ազատ եք, կարող եք փակ գաղտնի քվեարկությամբ, ազատ խղճով որոշել արդյոք ցանկանում եք քաղաքացիական պայմանագրի տեսնել իշխանությունում որպես կառավարող ուժ թե ոչ, այսինքն չկա որ պետք է այդպեսի պարտադրան, որ ինչ-որ մեկին ես էլ ձեզ ասեմ այս համար ինձ պետք է տեսնեք։ Առնվազն մի քանի տասնյակ արժանինքներ ոչ միայն իմ կամ ոչ իմ, այլ մեր քաղաքական ուժի, որոնք արվել են ձեր օրինակ վարչական շրջանում, ձեր շրջապատում, ձեր կենցաղի փոփոխության մեջ եւ նաեւ փոփոխությունները, որոնք սպասվում են մինչեւ 26 թվականի ընտրություններ, ինձ թվում է այդ դրանց ցանկը տասնյակից ավել է եւ դուք վստահաբար հանգիստ խղճով կարող եք այդուհանդերձ վերջում բերեցի հասա դրան, որ կարող եք դա հաշվի առնելով ընտրել ինձ։